ABC մեդիայի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք ուղիղ հեռարձակմամբ աշխատել ապարանից եւ այստեղ մենք վերածնունդի հուշակոթողի մոտ ենք, զրուցելու ենք բանաստեղծ Սեդրակ Տեր-Խաչատրյանի հետ։ Պարոն Տեր-Խաչատրյան, այսօրվա տոնի խորհրդից սկսելով, նշեցիք, որ հաճախ եք գալիս խնկարկում, բայց այսօր յուրահատուկ օր է եւ ձեր այսօրվա զգացողությունների մասին։ Ես անկեղծ ասած միշտ այս օրերին ավելի շատ հայանում եմ, ավելի շատ հպարտանում եմ, որ հայ եմ, և երբ որ սկսեցի բարձրանալ ընկերներիս հետ, իմ արտական, մի տեսակ ավելի թևավորվեցի, որ այսքան ժողովուրդ կաս, և ոտքով բարձրացանք, հիմնականում շատ ուրախ եմ, որ երիտասարդներն են շարունակում, և մեզանից հետո լինելու է այդ պայքարը 1918 թվականի մեր առաջին հանրապետության հիմնադրման հերոսների առաջ եմ խոնարհվում եմ մեր պատերազմի բոլոր հերոսներին, ինքս իրենց կողքին եմ եղել, բախտ է վիճակվել, որ ես ողջ եմ մնացել եւ վատ է, որ ողջ եմ մնացել եւ մի տեսակ, չգիտեմ, ընկճվում եմ, բայց հպարտանում եմ, որ ունեցել ենք այսպիսի հերոսամարտեր եւ որպիսի խոսքս ավելի հստակ լինի եւ միտքս ավելի ծավալուն, ուղղակի, հա, ես ուզում եմ 1988 թվականի գրած իմ Սարդարաբադ բանաստեղծությունը ասել, ավելի լավ կլինի Սարդարաբադին։ Սարդարաբադն ինձ է նայում անցյալից, գիրկն է կանչում, սիրտն է լցվում որդիների կորստից, այս մեծ հսկան հաղթության հուշ, մեր թևերն է պատմության, իր մեջ պահող հավատք է ուժ, ու ծնունդն է սուրբայան, եւ բարձունքից մաքրամաքուր, մասիս եղբորն է հսկում, նա հաղթել է չար թշնամուն, բայց խոցավ կատեր սրտում, պիրտ է օրենքն այս աշխարհի, երբեմն սիրտն են կիսում, ճանապարհ կա մեծ վիթխարի, որ դեռ մեզ է սպասում, ու կգրվի չար թշնամու, սև մատյանում արյունոտ, որ քո կրծքից հրավառվեց պայքարի բոց ու ոլոտ, որ ամեն հայ այս սուրբ հողում եռապատիկ ուժ ունի, մայրն է անգամ որդուն զինում, նա էլ ցավից քուն չունի, մեր արյունը հոսում է դեռ, մեր պապերի խոր կանչով, ամեն կանչը դառնում է լեռ, քո հաղթական ղողանջով, ոչ, դու միայն պատմություն չես, հզոր զարկն ես մեր բասկի, հաղթանակի մեր աղոթն ես, հպարտությունը ազգի, շնորհակալ եմ բոլորին։